ով ցեղասպանության իրականությունը հարցականի տակ է թվում, իմ համար թշնամի է, թուրք է։ Ամբողջ Հայաստանը իրենց համար Հայաստան գոյություն չպիտի ունենա, դա իմ համար խաղաղություն չէ։ Ռուսը վադն է, ալտերնատիվը թուրքն է, ցեղասպանության հարցը արդեն մոռացել է, փակել է։ Այո։ Դու ինչի համար ես պայքարում, լեգիտիմ չես, արդեն ԱԱՊ-ի չես, որ աղանչին փսփսում ասում է ուզում եմ ասալատ առնեմ։ Դրանից է վախենում թուրքը։ Ես ոչ ադող եմ, ոչ վրեժ լուծող եմ, ես բանջատեր եմ։ Ոտքերն արյունոտ են, ձեռքերն արյունոտ են, արյունոտ հողի վրա են ապրում։ Հայ ապրելու համար էլ ինչ պետք է, ամեն ինչիդ մեջ է հայկականը բիդելա։ Ինքը ուզում է այդ բանջատերին ոչնչացնել։ Այդ խաղապարը ոչնչացնել է թուրքը։ Ես պայքարը շարունակում եմ։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է։ Եթե ուզում եք նպաստել մեր ալիքի զարգացմանը, ապա կարող եք միանալ մեր Patreon-ին, որի QR կոդը տեսնում եք ձեր էկրաններին, ինչպես նաև Patreon-ի մասին հղումը կարող եք գտնել վիդեոյի նկարագրության բաժնում։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։ Այսօր մեր հարգելի հյուրերից մեկն է պատիվ արել իր ներկայությամբ Ասալա գաղտնի բանակի անդամ Վազգեն Սիսիլյան, բարով եք եկել, հարգանքներս։ Բարով տեսանք, շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ, որ հայերիս համար այս չափազանց կարևոր օրը միասին պիտի բարձրաձայն մտածենք, պարոն Սիսիլյան։ Ապրիլ 24։ Ինչ ապրումներ, զգացումներ եք ունենում այսօրը։ Ապրիլ 24-ը այդ 365 օրերից մեկն է, որոնք պիտի հիշենք մեր պատմությունը, մանավանդ ցեղասպանությունը, իսկ 24-ը ինքը այդպես նշված օրն է, որ հարկանքի դուր պետք է մատուցենք, իսկ մնացած ժամանակը ամեն օրը իր պայքարելու ցևը ունի։ Պայքարին դեռ կգանք, ապրիլ 24-ին ցենց մորմոք է ձեզ մոտ, վրեժ, ցասում, թե Այ մարդե, ոնց այդ վերքը բուժենք, ինչ զգացումներ ունի Վազգեն Սիսիլյանը։ Առաջի հերթին ես շարունակում եմ պայքարի ցևը նախ ինչ որտեղ հայ մնալը, այդ զգացմունքը, զգում ես այդ քո նախնիների այդ անցած դժվարին ճանապարհը ու մտածում ես ուր է արդարությունը այս բոլորի մեջ։ Երբ որ աշխարհում խոսում են այսքան 100,000-ով որբ, այսքան այսինչտեղ եւ ամերիկյան որբանոցներում եւ եվրոպական ու թեր ասում են ցեղասպանությունը այդպես պետք է ուսումնասիրվի։ Կարծում եմ, որ ամբողջ աշխարհը գիտե այդ իրականությունը, բայց չգիտես ինչի այդպես մոռացության են տալիս։ Բայց այդ զգացողության հետ կապված ես ասեմ, ես երբեք լացելու կողմ չեմ։ Ձիձեռնագապերտ Փարք Աստծո 90 թվականին ես Հայաստանում եմ, ամեն տարի բարդաթիր պետք է գնամ իմ հարկանքի դուրքը կատարեմ ու անգամ եւս երդվեմ, որ ես պայքարը շարունակում եմ։ Միտքը դա է, ոչ թե գնացի շատ էր թշպախտաբար տեսնում եմ, գնում են, ոնց որ տուրիստական ինչ-որ մի հատ օր է, գնում են իրենց այդ մեխակն է, կագաչն է, ինչ-որ է թնում են, ուրախ զվարթ քնում են, բարդականություն է կատարեցիք մրցանք, մնացած 364 օրը հանգիստ ենք։ Ցեղասպանություն հիշելը դենց չի լինի, դրա համար էլ այսօրին ենք հասել։ Հատուկ հիշելու ձև կա։ Ամեն օր ապրելով ու պայքարելով։ Պայքարելը ես համեմատում եմ ոչ թե միայն զենքով է, բարդաթիր չէ զենքով լինել,
հայելալն է, գիտակցիլն է, ամեն առիթին ներկայացնելն է, երկիրը զարգացնելն է, ուժեղացնելն է։ Այդ բոլորը պայքար են, որ կարողանանք վաղվա օրին հասնենք։ Պարոն Սիսլյան, տեսեք դուք աշխարհից եք խոսում, թե ինչու է լուր, բայց այսօր հասել ենք մի օրվա, որ Հայաստանը ղեկավարում է մի իշխանություն, ով ասում է Թուրքիայից պահանջ չունենք։ Ով ասում է, որ պետք է հրաժարվենք էլի այս պահանջատիրությունից։ Սա մեզ կործանման է տանում, սա մեզ պահանջատիրական, ասած առավելապաշտական բաների է տանում, էլի պատերազմի։ Իմ համար ով ցեղասպանության իրականությունը հարցականի տակ է տնում, իմ համար թշնամի է, թուրք է։ Ավելի բան չասեմ, ու ես կասեի, որ ցեղասպանությունը այսօրվա Հայաստանի Հանրապետության խնդիրը չէ միայն, համայն հայության խնդիրն է, ու ես կասեի Հայաստանի իշխանությունները, որ մեկ ուզելա մանավանդ այս վերջինը, իրավունք չունեն իրենք որոշելու ցեղասպանության խնդիրը եւ շատ հարցեր, որը վերաբերում է ամբողջ հայության։ Ու զարմանալին դա է, որ ինքը իր ժողովրդին հրամայում է, որ լրեն, իսկ ինքը չի պատասխանում Ադրբեջանի այդպես հաճոցներին։ Այս վերջերս Սահակին Facebook-ում կամ ինտերնետում բաներ տեսա, այդպես նկարներ, սարքած նկարներ, ադրբեջանական թրոշները, ադրբեջանական զինվորը, ադրբեջանական զորքը Երևանի կենտրոնում, Վեդի կողմի պլակատը փոխած թուրքերենով գրված, եւ լիք այդպես ռեկլամներ է գնում։ Երևան, Արևմտյան Ադրբեջան եւ այլն, ու սրան եթե պետություն կա այստեղ, պետք է պատասխանեն, պետք է միջազգայինորեն պատասխանեն ու թադի տան, ինչ իրավունք ունին։ Ու եթե լրում ես, ուրեմն համաձայն ես այդ բաներին։ Եվ աշխարհը տեսնում է քո լռությունը։ Այո, ասում են նկար է, ինչ կա, հա նկար է, մեկ հատ թող փորձեն հայկական թրոշով Բաքվի հրաբարակում այդպես մի հատ նկար հրադարակեն։ Շատ արագ Facebook-ը բլոկվում է էջդ եւ մնացածը։ Այդ խոսում ենք հերոսների մասին ու հենց խոսում ես Վազգեն Սարգսյան, Մոնթե Մելքոնյան կամ ով որ է, մեկ անգամ եմ բլոկ է։ Ես կարծում եմ, որ այսօրվա իշխանություններն էլ կապ ունեն դրա հետ։ Մենակ Ադրբեջանը չէ կամ Թուրքիան։ Դժբախտաբար խնդրեմը ներսում է։ Ես ինչ իրականության մեջ ենք ապրում, էլի, հազարավոր, տասնյակ հազարավոր, եթե չասենք 100,000-ներով գնում ենք ապրիլ 24-ին, հարգանքի տուրք ենք մատուցում, Ծիծեռնակաբերդի ու Շահամալիր, Բարձունք, 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին, բայց հանդուրժում ենք մի իշխանության, որը մեր անունից, ասում է, պետք է Թուրքիայից պահանջատիրությունից հրաժարվենք։ Ես հիմա մի քիչ էլ խոսեմ այդ ժողովրդի մասին։ Համեցեք։ Երևի։ Եթե ժողովուրդը լռում է, ախր ապրիլը կյանքը մենակ փող աշխատելով չէ, քրբանով չէ։ Քաղաքացի ջան, քո նախնիներն են այսօր փողոցում ո՞ե մեկ հային բռնես հարցտաս, ասում է արմատներով այնտեղից եմ։ Ինչի է հրաժարվում այդ արմատներից։ Արմատեն հրաժարվելը նշանակում է, որ դու ինքնությունդ էլ հրաժարվում ես։ Ու դա դառնում է շատ հեռու, վտանգավոր մի այդպես խնդրեմի, որը մոռացության պիտի տանի հայ տեսակը, մի քիչ ասորիներ են պատմություն քաղեն, երևի այսպես ճանապարհով անցան, անդարբերությունով անցան, այսօր ազգ չեն, պետություն չեն։ Ի վերջո, ես վերջին անգամ ասել եմ,
Երկրի արժեքը իմանանք, դերը լանք ես երկրին։ Երկրին դերը իշխանությունները չեն։ 1000 անգամ կարող եմ կրկնել։ Երկրին դերը ես եմ, ամեն մեկ հայ քաղաքացին է, ամեն մեկ հայ մարդ է։ Որտեղ ուզե ապրի, դերը մենք ենք։ Իշխանություն է, կառավարություն է, որ այդ դերերն են ընտրում։ Այնպես որ չգիտեմ այդ ինչ խաղեր են տանում, չեմ ուզում այսօր եթերը աղաքին այդպես մի քիչ խելացի մարդիկ են նայում նաև, չեմ ուզում վատ բարեր օգտագործեմ։ Չէ, հարցը վատ բարերը չի, հարցը ձեր տեսակետն է, օրինակ հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Դուք հավատում եք կամ Ադրբեջանի հետ, հա, Փաշինյանն ասում է խաղաղություն ենք հաստատել, չի ասում, հաստատելու ենք։ Էնի լավ, մենք ուզում ենք, լավ որ ուզում ենք, պետք է հիմար լես չուզես խաղաղություն, բայց թուրքը ուզում է։ Թուրքը ուզում է, եղբայր, քեզ ճանաչում է, դարապես քո տեսակը։ Թուրքի ուզելուն հավատում ենք, ես չեմ հավատում։ Ասենք թե ուզում է։ Չի ուզում, սկսենք դրանից։ Բայց հավատում ենք մենք Թուրքի խաղաղության, ժամանակին հավատացինք։ Մեր պապերը հավատացին։ Տեղացմանություն տեսանք։ Համիդեն հետո ինքը այստեղով քաղաքական, այսպես խաղաղություն է ասում, մյուս կողմեն ասում է Երևան, Արևմտյան Ադրբեջան, դա խաղաղության։ Որտեղ Սևանը կա, քաղցրահամ ջուրը։ Ամբողջ Հայաստանը կա։ Ամբողջ Հայաստանը իրենց համար Հայաստան գոյություն չպիտի ունենա, դա իմ համար խաղաղություն չէ։ Ու այսօրվա համար կարծեմ վերջին անգամ ասել եմ նորեն, դա խաղաղություն չէ, դա հանձնվիլ է։ Ես չեմ զարմանար, վաղը մյուս օրը ազգային ժողովում որոշեմ, որ երակույնը պիտի փոխեն։ Երակույնը։ Երակույնը փոխեն, սպիտակ դրոշ տնեն արդեն հանձնվելու։ Չգիտեմ հանձնվելու քույնը որ մեկն է։ Բանակցություններու դրոշ է, ինչ է, բայց այդպես սև դրոշ, սպիտակ դրոշ, մի դրոշ պիտի տնեն, որ հանձնվողի դրոշը լա։ Քանի օքի պիտի ընդունի, երբ պիտի խելքի կանք, երբ պիտի հասկանանք, այս անգամ էլ, որ նույն սխալը արվի, այս անգամ ընդհանրապես չպիտի մնա հայրենիք։ Ծանր եմ խոսում դժբախտաբար, բայց դա է իրականությունը։ Ինչ տեսնում եմ, դրան է տանում։ Պարոն Սիսիլյան, տեսեք, բայց մի հատ իրականություններ կա, ես էլ ամեն հաղորդմանը դա ասում եմ։ Այս մեդիայով, հաղորդումներով, տարբեր սոցիալական ցանցերով այնց են մարդկանց ծրսկում հակառուսականություն, որ այս քողի տակ, այս դոզայի տակ մարդը սկսում է զզվել ռուսից ավելի շատ, քան թուրքից։ Ավելին կան շիզոֆրենիկներ, ովքեր ասում են ռուսն է արել ցեղասպանությունը։ Ես անդրադառնամ դրան, դժբախտաբար այդպես է, ես էլ կարող եմ ասել այդպես ռուսամետ չեմ։ Այմար պետք էլ չի արևմտամետալ չեմ։ Այո։ Իմ խնդիրը հետևյալն է, երբ որ այսօր խոսում են։ Հատուկ բութերին ասեմ, որ ես էլ ոչ ռուսամետ եմ, ոչ արևմտամետ։ Նրա հերն էլ անիծած, նրանն էլ վրեն։ Իմ աշխարհը, իմ էությունը հես է։ Հայաստանը սա, Արարատը սա։ Հայաստան արևելքով, արևմուտքով, ամեն ինչով, այս է։ Որտեղ դեբիլներ կան, ասում են, էլի ռուսիների պահիր, սրան պահիր, նրան պահիր, չէ։ Դա ներքի խաղեր են, ես ասում եմ, ես ընդհանրապես հակառակում եմ ու զայրանում եմ դրանից, լավ, ռուսին հակառակ ես, ռուսը վադն է, վերցնենք այդպես, ես ասում եմ հակառուսերին, որ ուրախանան, ռուսը վադն է, ալտերնատիվը թուրքն է, ալտերնատիվը թուրքն է, այսինքն, էդ էլ վադ է, հասկացանք, բայց ալտերնատիվը թուրքը պիտի լա, որ մեծ չարտեր է, ռուսը վադություն արել է, չի արել և այլն, այսօր Թուրքիայի տարածքում գտնվող
իմ երկիրը Թուրքիայի ցերքն է, բայց Հայաստանը սովետական Հայաստանը լալով անտեր անկախություն ունի։ Այսօր քանի միլիոն Հայաստանի քաղաքացու կա, որ Ռուսաստանի քաղաքացի է նաև։ Հենց Ռուսաստանում աշխատելով Հայաստան քանի հազար ընտանիք են բահում։ Ես նորից կրկնում եմ, ռուսամետ կամ հակառուսը լալը երկրորդական է իմ համար։ Մի քիչ աշխարհայացնես, լայնացնենք, հասկանում եմ, սովետ եք ապրել։ Բայց խոսում է մի մարդ, մի երիտասարդ, որ սովետի ժամանակ չի ծնվել, անկախության ժամանակ է ծնվել։ Ախր քո ինչին։ Եթե ռուսերի ըրած վատությունները որպես պատմություն փակում եք հակառուսությունով, թուրքինը ինչի հետը փակում եք, ինչի թուրքինը պետք է փակեք անպայման։ Լիքը վատություն է արել։ Ինչի Թուրքիայի կողմ քնում եք։ Ռուսերինը վատ է, պատմության մեջ բահում են, մնում է, պայքարում են, միշտ վատ բան արել, ախր թուրքը ցեղասպանություն է արել, ինչու ուզում եք մոռանալ։ Ինչի զորով ուզում եք համոզել մի քանի տասնյակ հոգիով կամ մի քանի 100 հոգիով համոզված եք, որ դուք թուրք եք, ինչու ուզում եք հայացքը թրքացնել։ Ես զարմանում եմ լիքը սփյուռքահայերի վրա նաև։ Հա, այդ ընդհանրապես չի տեղավորվում։ Իրենք հետևանք են ցեղասպանության։ Սփյուռքը հետևանք է ցեղասպանության։ Արևմտյան Հայաստանից գաղթել եք սիրենիներս, հարգարժաններս։ Ու դուք այսօր պաշտպանում եք օրինակ, հա, համայնքներ կան, օջախներ կան, պետք է առերեսվենք, պետք է ուղի խոսենք մի իշխանության, որը պաշտպանում է թուրքական։ Հա, հասկանում եմ, աշխարհը չի ընդունել մեր հայրենիքը, մեր դիվանագիտության սխալի եղերը, ինչ են եղել, բայց մեր բաբենական հողերն են վերջապես։ Քոնը ուրիշը չի ընդունում, մենք լանք մեր պատմության դերը։ Հասկացանք, աշխատեք, ապրեք, Ամերիկա կպաշտպանեք, Ռուսաստան կպաշտպանեք, Չինաստան կպաշտպանեք, Հնդկաստան կպաշտպանեք, որ մեկը ուզեք երեք, բայց հայրենիքը հաշվին չէ։ Այո։ Մարդիկ ամեն ինչ անում են, հայրենիքն է դուժում այստեղ։ Դուք ձեր ընկերների հետ ոնց դարձաք, ինչը ձեզ, միջավայրը, ընտանիքը դարձրեց այդ տենց անմոռաց նվիրյալ, հայրենասեր, պարոն Սիսելյան։ Ես ուզում եմ էլի Ասալայի օրինակով նաև հասկանանք ոնց մարդ կարող է լինել այդ չափ հայրենասեր։ Դա նորմալ է, իմ ընկալման մեջ դա նորմալ է, ես էլ եմ այդպես խենթ։ Իմ համար ավելի մեծ արժեք քան հայրենիքն է չկա։ Ոնց լինենք այդպեսին, դուք ոնց դարձաք, ձեր օրինակը խնդրում եմ։ Ինչ անենք, գնանք դուրս ապրենք, որ ավելի շատ սիրենք Հայաստանը։ Չէի ասել, բայց ես ինչի եկա Հայաստան եւ շատ սիրեցի Հայաստանը։ Քանի իմն է։ Այո, դրսում ապրում էի, բայց նորեն իմ հայրենիքը սիրում էի։ Հիմա ինչ խաղապարեր, ինչ էր, իմ համար այդպես շատ փիլիսոփայական բաներ չասվի, այդքան բանալ չունիմ ասելու։ Պարզապես հայ ենք։ Մենք հայ ենք։ Հայ ենք մենք, եղբայրներ, հայ ենք մենք, ուր էլ որ մենք լինենք։ Հետո չմոռանանք Բեյրութից ոնց ենք, Բեյրութը մի քիչ հայկական համայնք ասելով գերեւի շատ դինամիկ էր այդ ժամանակ։ Ամեն ինչ հայկական էր։ Մեկ շատ չղայնանում եմ, բայց տեսնում եմ նորմալ է։ Օրինակ, չգիտեմ, եթե դուք գնացել եք Բեյրութ հայկական թաղամաս որ մտնենք, ամեն ինչ հայկական է այնտեղ։ Նույնիսկ խանութների փեղկերը, անունները, իսկ Հայաստանում ոչ։ Լիքն է։ Դա նորմալ է։ Մենք կարոտ ունենք այնտեղ։ Այստեղ կարելի է տարբեր անուններ դնել։ Այո, շատ էլ հայկական կա։ Ես թեմ չեմ դրան, բայց ըստ այդպես չէ։
Օրինակ, արաբական աշխարհի մեջ ենք, որտեղ խանութի փեղկ է թրվում, քրվում է արաբերեն, անգլերեն կամ հայերենը անպայման կա, բարդաթիր կա, դա արդեն շատ բան է ասում քեզ, հայ ես ապրում այնտեղ, մարդիկ կան, որտեղ որ ապրում ես, ճիշտ է հակառակ խոսում են, շատ կողմեր ասում են, մեկ որ շատ ծայրահեղ բան են կնում, անիծվի այդ նավը, որ ցես բերավ, այս բաները մարդ կարող է գուլդա ու մորանա, ոչ, բայց մենք նորեն հբարդությամբ ընդունում ենք այդ բոլորը, էդի բահում էր մեզ, այդ հայրենասիրությունը չեմ գիտեր, ես կարծում եմ, որ այսպես է խնդիրը, ամեն մարդ կարող է մի մոմենտ կա իր խենթությունը անե, այսօր գերևի ճիշտ է ընդհանրապես խոսենք 24-ի իմաստի մասին, այո, շատ փողոքներ եղան, երբ որ սկսան Ծիծեռնագապերտի այդ քարերը քանդել, նորոգելու անվան դագեն չուր է կնում, չգիտեմ ինչ է կնում, մի կողմի ելավը սկսավ ավելորդ բագած փողոքել, քանդում են, այս ինչ է կատարվում եւ այլն, նախր մի քիչ իրականություն իմանանք, փողոքելու դեղ գա, հիմա կդակ քանդելու ժամանակը, կամ Բարոն վարչապետ, այդքան խոսում ես ցեղասպանությունը հարցականի դակ ես տնում, քնում ես Ծիծեռնագապերտը ստուգում ես ինչ աշխատանքներ են կատարվում, ուրեմն ես այնտեղ տեսնում եմ գեղձավորություն, ոչ ավել, ոչ պակաս, չեմ ընդունում այդ բաները, հիմա կարծես թե այդ երկաթները բաները քանդեր են, այդ երկու սույները մինակ նորոգեր են ու վերջ, այդքան աղմուկ աղաղակը այդ երկու սույների համար էր, այդ ինչ խաղեր եք տալիս, այդ ինչ հեքիաթներ եք սարքում, ես կընդունեմ, եթե 24-ը ավարտվի, 1-2 շաբաթ հետո մնացածների աշխատանքները կատարվին, այդ ինչ պրոբլեմ էր, որ այսքան ժամանակվա մեջ բոլորը չնորոգվեց, Վերջը ես էլ շինարարության մեջ եմ, գիտեմ ինչ է, ընդամենը երեսի քարերը պիտի փոխվի, պիտի ամրացվի։ Դագեն չուր է կնում, դե գառուցած ժամանակենի վեր դագից չուր է կնում, ինչ էր եղել, նոր իմացակ, ում էր խանգարում այդ դագի չուրը օրինակ, Կարճ ասած, երբ որ իշխանությունները ցեղասպանության խնդիրը հարցի տակ են տնում, իրավունք չունեն։ Ու ես դիտի առաջարկեի, եթե ինչ-որ ընդհանուր հայության վերաբերող հարցերի մասին խոսվի, ասվի, ես ինչ հարցերին ես պատասխան չեմ տար։ Ես Հայաստանի Հանրապետության, այս Հանրապետության վարչապետ եմ կամ ինչ-որ ղեկավար եմ, այսքանը կրնամ ասել։ Մյուս հարցերը պատկանում է բոլոր հայության, այսինքն վաղը մյուս օրը ինչ-որ մի խումբ մարդիկ արտասահմանում ելան ու ինչ-որ խենթություններ են, ցեղասպանության ճանաչում եւ այլն։ Առաջի հերթին պիտի պատասխան տան, քու պետությունը ցեղասպանության հարցը արդեն մոռացել է, փակել է։ Այո։ Դու ինչի համար ես պայքարում, լեգիտիմ չես, արդեն ահաբեկի չես, վատ մարդ ես, դրան է տանում։ Ու ես ընդհանրապես հակառակ եմ, ասենք թե 5 միլիոն մարդու ընդրածով դու 15 միլիոն հայի ճակատագիրը մի որոշեր, ով ուզել ես, անուն չեմ ուզում տալ։ Մի քիչ խելամիտ մտածեք, ձեր աթորեն զատ լիքը բաներ կան աշխարհում, հայրենիքի հողը կա, եթե էդի չլա ձեր աթորին ալ տեղ չի մնար։ Ինչու է կարևոր հայրենիքի հողը, պարոն Սիսլյան,
Ինչն է այդ հայրենիքի օրինակ։ Ինքնությունը դե։ Քո կյանքը դե։ Եվրոպա որ քնամ, բան ոչ մեկ երկիր քնամ, գողքի Վրաստանը որ քնամ, այդքան ազատ չէ շրջում, ինչքան քո հայրենիքումը չէ, կամ տանդ մեջ։ Ես միշտ օրինակ եմ բերում, երեխեքի հետ որ հանդիպում եմ, բարձ օրինակներ եմ բերում, ասում եմ փողադեր հայրիկ ունիք եւ այլն, ցեզ ուղարկել աշխարհով մեկ շրջեք, լավագույն հյուրանոցները վայելեք եւ այլն։ Հետո վերադառնում ես տուն։ Գնում ես 2-3 ամիս հանգստանալու, վերադառնում ես տուն, մտնում ես քո դեղաշորը, ասում ես վաղ վերջապես։ Սա է հայրենիքը։ Չի ծնվելով այստեղ ես սիրեր եմ, հարգեր եմ, լավ եմ զգում իմ երկրում։ Ես չեմ ուզում այդ հպարտությունը կորցնեմ։ Շատ հաճախ մեր եթերներում դուք նշում եք, որ Ասալան Թուրքի, Ասալա հայկական ազատագրական բանակը, գաղտնի բանակը Թուրքին հանգիստ չի տալու, հա, քանի կան այդ տղերքը, ինչու։ Եվ բացատրեմ, շատ բարձ բացատրեմ։ Ես չեմ ասում, կամ մատ եմ տալիս, որ այսա նորից է սկսում, մենք կամ չգիտեմ ինչ, ես իրավունք չունեմ էդի ասելու։ Ես բացահայտված դեմք եմ, ես չեմ կարող։ Բայց միտքը որտեղ է այստեղ։ Քանի որ Ասալան ինքը վերածվեր է արդեն խաղապարի, այսօր 10-15 տարեկան երեխան ասում է, ես ուզում եմ Ասալային որ դառնամ, որ ինքը իրեն հայ զգա։ Դա արդեն թուրքին վախեցնող է։ Երբ որ թուրքը քիշեր ցերեկ պրոպագանդում է Ասալայի անունը խայտարակելու, դա նշանակում է, որ ինքը մի խաղապարից վախենում է։ Ես չեմ վախեցնում իրեն, ինքն է վախենում այդ անունից։ Ու ասում եմ, այսօր գերևի այդ ընկերս թույլ կտա, որ պատմեմ, ինձ պատմում է, ասում է 10 տարեկան տղա ունեմ, շատ հայրենասեր է այլն, ասում է, բապ քեզի մի բան պիտի ասեմ, ասում է, ինչ ես ուզում ասեմ, դա մեջ ենք ասում է, ես ու ինքն ենք միան, արի աղանչի դասեմ, հորը աղանչին փսփսում ասում է, ուզում եմ Ասալա դառնամ, դրանից է վախենում թուրքը։ Ես ինքս գրակ էլ լինեմ, կարդում եմ չեմ վախեցներ, հենց այդ խաղապարն է, այդ միտքն է, որ չի մարելու։ Այսօր ասում են Ասալան չի կործում, ամեն մեկի մեջ է կործում արդեն, ռեկլամ էլ չեմ անում, ինքնաբերաբար եկած է այս բոլորը։ Այսօր լիքը մեքենաների վրա տեսնում ենք այդ տարերը կրած, այդ քարտեզը դրած, Սևրի Տաշնակտոր, զինանշանը Ասալայի։ Մի մեքենայի այդպես ապագին գծրած էր, հարցրի մի քիչ վախեցավ ինձ ասելու, քորտ ունիմ քնալու եմ, բայց դերեր է, չէ էդի, ինչ որ մի բան գա մեջ է։ Պարոն Սիսիլյան, ձեզ այսինքն ինչն է բանանում, էլի ուշ տալի, վրեժը, ատելությունը, թե արդարության վերականգնումը։ Ատելություն չասեմ։ Այդ անցաները խոսեցինք թատրոնի մասին, այնտեղ տղեկից մեկը շատ սիրում, այդպես ինչ-որ Ալբերտ Կամու է, ինչ-որ մեկի մը խոսքերը ասում է, ադելու և սիրելու մեջ։ Ասում է, այո, ժամանակը կա, որ կարող ես ադել նորեն սիրո համար։ Այդ ադելու ձևը կա։ Ես ադելությամբ չեմ լծված ընդհանրապես։ Այսինքն, եթե ադում եմ ասենք թուրքին կամ ինչ-որ նմանատիպ գերբարներին,
Ուրեմն չպիտի հանդուրժեմ իրենց քոյությունը, բայց այդպես չէ։ Ես չեմ պայքարում այդպես թուրք ցեղախումբը ոչնչացնելու։ Քոյություն ունեն, ապրելու իրավունք ունեն։ Ես իմ իրավունքն եմ պահանջում։ Ես ոչ ադող եմ, ոչ վրեժ լուծող եմ, ես պահանջատեր եմ։ Պահանջատեր ելնալու համար այդ բոլորը պետք է մտնեն մեջը, եւ ադելությունը, եւ վրեժը, եւ սերը, եւ պայքարը։ Ես իմ իրավունքս եմ ուզում։ Ձեզ մեղադրում են նաև, որ այդ վրեժ խնդրության կոչ եք անում, էլի, այսինքն խաղաղասեր չեք։ Օրինակ երեխան ինչ իրավունք ունի ասալա դառնալու, որ այդ ինչ ցանկություն է։ Հիմա լիքը, ասենք, հանճարներ կլինեն, որ տենց կգրեն, էլի։ Դու չեմ կարծում լիքը, բայց կլինեն, կգտնվեն մի երկու։ Դե հիմա մեկը ասալա է ասում այդ 10 տարեկան երեխան իր չափով, որ ինքը հայ մեծանա։ Ասալան ինչ է, ասալան արդարության վերականգնում է, վրեժ ինչ։ Ամեն ինչ։ Հայրենիք է, պայքար է, իրավունք է։ Ինչ պիտի լա ասալան, փանակ է, վերջապես, քաղաքապար է։ Թուրքը վախենում է դրանից։ Այդ անունից այո։ Պարոն Սիսլյան, գուցե թուրքը, տեսեք, հետաքրքիր բան կա, էլի։ Ինչի է լինելով ռեգիոնալ գերտերություն, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակ, ասենք Թուրքիա եւ այսօրվա Հայաստան։ Բայց ինչ որ վախ կա, ու վախը գուցե ոչ միայն ասալայից է, այլ նաեւ ընդհանրապես չեն ուզում, սահման չեն բացում, հələ նայեք դրանց տնտեսական ներուժն ու մերը, էլի։ Ասում են ստիպում են մեզ մոռանալ ցեղասպանությունը, տա պատմաբաններին, որ այնտեղ զբաղվեն։ Ինչու՞, գուցե որովհետև արդարության վերականգնումից են վախենում, դա տիեզերական արդարությունից, որովհետև գիտեն, որ սխալ են, որովհետև հատուցումից, այո, որովհետև ոտքերն արյունոտ են, ձեռքերն արյունոտ են, արյունոտ հողի վրա են ապրում։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։ Դեր չի չորացել այդ արյունը։ Եվ քալու է այդ օրը, ես հավատում եմ։ Ու ես պայքարում եմ, դեսնեմ այդ օրը։ Եթե փառք Աստծո առողջ եմ, ապրիմ այդքան որ դեսնեմ, դա իմ երազանքը կլինի։ Ուրեմն 92 թվականներ Եվրոպայից լրագրողներ եկել էին, գերմանացի, հոլանդիացի եւ այլն, նկարահանում էին ընդհանրապես Հայաստան ապրող սփյուռքահայերին, որոնք որ եկել են ու Հայաստանում են ապրում արդեն։ Ու իմ հարցազրույցի վերջում մոտ 4-5 օր մեր տունը մնացին մեր հետ, մեր կյանքը տեսան։ Ամենավերջի խոսքս ես իրենց խնդրեցի, որ գնանք խոր վիրապ։ Ու այնտեղ արդեն մի քանի հարցին պատասխանելի հետ կա, ինչու է այստեղ եւ այլն։ Դե խոր վիրապում գիտեք, այնտեղ ամենամոտիկ կետն է երևի մեր Մասիս սարին։ Այսի իմ երազանքներից մեկը կատարեցի ես, երբ որ եկա Հայաստան ու Պարսանցա ամենաբարձր կակատը Հայաստանի Հանրապետության, Արաքածը։ Ու եւ երազանքս էսի բարձրանամ Արարատ Լերան կակատը։ Բայց ոչ այս կարգավիճակով, որ է հիմա։ Պետք է ազատագրվի ու ես բարձրանամ։ Չգիտեմ դարիքս ինչքան գլա։ 92-ին ես այդ լրագրողին այդ խոսքերը ասել եմ։ Այսինքն հայ ապրելու համար էլ ինչ պետք է, ամեն ինչիդ մեջ այդ հայկականը բիդելա։ Հետո թուրքը սահմանը ինչի բացում է, չի բացում եւ այլն, թուրքը չի վախանում սահմանը բանալուց կամ փակելուց։
Մենք պետք է վախենանք։ Այսօր այս օրվա քաղաքականությամբ եթե քան լծվին գորելու է Հայաստանը, այս մտածելակերպով ժողովուրդը գորելու է, թրքանալու է, օդարանալու է։ 15-20 տարի հետո 100,000-ը պիտի դառնա 1 միլիոն։ Մի քիչ ավելի ուշ 2 միլիոն, 3 միլիոն։ Արդեն սեփականություն պիտի լա այստեղ իրենց, այսինքն խաղաղությամբ, այսպես ասած, դիրելու են այս երկրին։ Կամաց կստանան քաղաքացիություն, կմտնեն ազգային ժողովը, օրենքներ կփոխեն, ինչի՞ չէ, ընտրություններ կշահեն։ Մտավախությունը այդ է, Թուրքի ծրագիր է, ըլլա պատերազմով, ըլլա խաղաղությամբ։ Այս երկիրը զերոյացնեն։ Ձեզ համար պարզ է, թուրքը ինչ է այդքան մեզ ատում։ Թուրքը չեմ ասել, որ ինչ-որ հատուկ ատում են, մենք խոչընդոտ ենք իրեն համար էստեղ։ Կարող եմ ասել, ատում է, բայց իր ատելը հետևյալ ձևով է։ Ատում է, որ քո հողիդ տիրանա, ինքը ատելու բան չի գա։ Ինչու աշխարհում ուրիշ ասենք Աշկոտյանը չի ասում հաջուկով գմորթեի հայի։ Ինչի, քանի մենք իրավունք ունենք, ինքը դրանից վախենում է, քու իրավունքից վախենում է։ Ինքը ատելություն է պրոպագանդում, քո թեմ։ Իսկ մենք ուզում ենք ներողամիտ լինենք։ Բայց հնարավոր է դա, պարոն Սիսլյան, ներողամիտ լինել, ներել, առանց տեսնելու թշնամու ապաշխարանքը։ Մինչև, լավ ներենք, բայց մոռանանք, կարող ես ներել, բայց չմոռանաս երբեք։ Եթե չի մոռացար, ուրեմն ինքը գիտե նորեն պիտի կա օրը, որ բահանջես, ինքը ուզում է այդ բահանջատերին ոչնչացնե, այդ խաղապարը ոչնչացնե Թուրքը, դժբախտաբար այսօր էլ այստեղից օգնում են, ուզում են դրան տանին, բայց հուսով եմ, որ երկար չեմ մնար։ Դուք կարծում եք, որ Թուրքիայի գործող ղեկավարությունը արևմտյան Հայաստանի տարածքը, մեր պատմական տարածքը, հողերը չի համարում լիարժեք իրան, այսինքն իր հոգու խորքում մտածում է, որ մի օր պետք է վերադարձնի։ Շատ մարդիկ քնում են իրենց բաբերի հողերը այցելելու, հուզվում են, քնում են ավելի հեռու տեղեր, որտեղ արդեն հիմնական թուրքեր են, որ նաև մեր տարածքները չէ կարելի ասել։ Տեսնում են տարբերությունը, շատ կարծիքներ կա, ասում է, այնտեղ ոչ մի ավելորդ բան, այսինքն այդ թափի շինարարություն չի արվում, ինչ արևմտյան Հայաստանում, այդ էլ կա, այսօր տարբեր Կիլիկիայի շրջանում լիքը հայեր կան, որոնք սպասում են իրենց արմատներին, վերադարձին, փարոյաբես այդ վերադարձին, իրենք այնտեղ են, բայց այդ փարոյական վերադարձը կա, որպես սեփականատեր, այդպես մտածողներ կան, քնում են այնտեղ, լիցքավորվում են, ոգևորվում են, հետո գալիս են այստեղ, չգիտես ինչ են ասում, այսինքն թուրքը միշտ գիտե, ես վստահ եմ, շատ լավ գիտե, որ մի օր վերադարձվելու է այդ բոլոր տարածքները, ու շատերը հարցնում են, բա ասենք թե վերադարձերին, հսկա տարածքներ, ով պիտի քնա։ Կամ ինչ ենք անելու։ Նա ինչ ենք անելու։ Ես շատ կոպիտ եւ երևի ոչ հարիր ձևով պատասխանալ տված եմ, ընկեր ջան, իմ տարածքն է, թող վերադարձնեն, ես խոտ պիտի ցանեմ, ում ինչին։ Ում ինչին։ Հետո չմոռանանք, այնտեղ եթե խոսում ենք միլիոնավոր հայերի մասին, ձպտյալ, գրոնափող կամ չգիտեմ ինչ, ապրում են արդեն այնտեղ, ընդամենը քաղաքացիություն պիտի փոխեն։
Օրինակ, որ հարցնեն ով կքնա, ես կքնամ, օրինակ։ Ես քնացող եմ։ Չգիտեմ, բայց չեմ գոմնորոշված, վան կքնամ կորձողության հաշվով, թե գիլիկյա արմատներ։ Բայց կքնամ, ինչու չէ, այո։ Հետաքրքիր բան է էլի հիշողությունը, որը փոխանցվում է եւ պատմության, եւ սենց կենցաղում նույնիսկ պատումների եւ երգերի հուզական տիրույթում։ Ես եւս, հա, ասենք մշից գաղթած բան թոր եմ ու ոնց որ իմ պարտքը համարեմ էլի այդ ամեն ինչը վերադարձնել կամ հատուցումը, արդարության վերականգնումը եւ երեխաներից եւս պատմում եմ հատկապես ապրիլ 24-յան օրերին մի օր շուտ, մի օր ուշ, հա, մի օր ջայրով երթ, մի օր որ հիշենք ու մեր այդ հիշենք ու պահանջենք այդ անմոռուկները լավն էին էլի հիշենք ու պահանջենք որովհետեւ դրանով ենք մարդ մնում, հայ մնում այդ նահատակների, այդ անմեղ զոհերի հիշատակի առջև բացի հիշելուց ու պահանջելուց այս փուլում ուրիշ անելիք չունես։ Եթե դու մոռանում ես, ուրեմն դու վերածվում ես ուղակի բիոզանգվածի, ուղակի անասունի, որին մորթում են տղաներ եւ աղջիկներ։ Ես կարծում եմ այդ արդարությունը, որ վերականգնվի, թուրքը ինքն ալ կտեսնի, որ մենք ադող չենք։ Մեկը եթե հարևան է, եթե այնտեղ ապրող կա, նորեն պիտի ապրի, չէ, բայց արդեն մենք փարոյապես հաղթած, արդարությունը վերադարձված, ինքը թուրքն էլ արդեն խիղճը հանգիստ, որ վերադարձվեց այդ ամեն ինչը։ Հա, հենց այդ խղճի արդարության մասին է։ Այդ ժամանակ կտեսնեն խաղաղությունը որն է։ Թուրքը խաղաղություն սիրող չէ։ Ես թուրքի խոսքեր եմ ասում, մի օր մեկը հարցրել է թուրքին, Թիմանակեդի, վերջը ասեք ասում է, Թուրքիայի սահմանները որտեղ են, ասում է, որտեղ թուրք զինվորի ոտքն է, դա արդարություն է, դա խաղաղություն է, ուղղակի ցևը կարող է փոխվի, խաղաղության բادرվագի դա քան, ես նորեն ասում եմ, թեմ չեմ որ քան, բայց քանի իրենց նպատակները հստակ է, միանշանակ պիտի թեմ կանգնես, պիտի թեմը առնես քոնը, քանի մենք այդքան թուլացած ենք արդեն, ազգային գաղափարներով, այո, լավ երիտասարդություն կա, լավ սերունդ կա, բայց այդքան ենք թուլացել, որ արդեն հիմա ասում ենք թուրքերի մեջ ալ լավերը կան, ես հակառակը չսի, բայց ինչքան վստահ ես, որ ինքը լավն է, մեր քուրքենն էլ Մարգարյան բազայում վստահեց նատոյի բազայում քնած ժամանակը սպանվեց ասում անցնում ենք պարոն Սիսիլյան խնդրում եմ մեր հետևորդներին նրանք բազմահազար են հիմա էլ տասնյակ հազարներով մեզ նայում են Ժորժ ջան խնդրում եմ եկեք պատկերացնենք հայ սպա Բուդապեշտում մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժության քնած այդ տղեն քնած ու թուրքը կացնով սպանում է այդ տղուն կացնարում է հասկանում եք ու հասկանից հետո մենք խոսում ենք այն մասին որ ասենք հաշտություն ու չեն զղջում չեն դատում չեն անարգան Քիսյունին գամում հակառակ այս տղուն հերոսի կոչում են տալու իր երգում հերոս է և հանդիպում է նոր սերունդին, որպես օրինակ է ծառայում այդ նոր սերունդին, այդ մարդասպանը,
Ու սրանից հետո մենք մտածում ենք ինչ որ ու մեզ terrorist են ասում։ Ես ամեն անգամ պիտի ասեմ այս մասին, գիտեք, որ մարդիկ չասեմ զոմբիացում, այդ վիրավորական բառը, բայց շատ են մեդիա մանիպուլյացիաների տակ, էլի, մի հատ սթափ դատեն։ Ինչ ուզում են անեն, սառը ցնցող ընդունեն, մածուն ուտեն, բայց մի հատ սառը դատեն, մի հատ հասկանան, էլի, ում հետ գործ ունեն։ Ում հետ ենք խաղաղության գնում։ Դեր եղեք, դեր եղեք։ Մենք ոնց որ այս դեղ բնակվող հայերի մեծ մասը չի տեսնում, որ ինքը դեր է։ Չի լինի այդպես, ինքը դեր է։ Շատ բարձ բարերով ասեր եմ ու կասեմ, հարկ է վճարում և ընդրում է, դերն է։ Վերջը կարևոր որոշումները ինքը պետք է ընդունի։ Քվե գոչված բան կա, որ այսօրվա վարչապետ կոչեցյալը ասեց կարևոր որոշումները ես քվեի գտնեմ, ժողովրդի ցայնը կուզեմ։ Որ մեկը արեց։ Եթե պիտի ադեմ գա ադելու մարդ։ Ելում մասին խոսիմ, ինչի համար։ Մարդիկ ասում եմ, ախր խոստումները որ մեկը կատարեց։ Ոչ մեկը։ Ոնց լինել, հիմա ասեմ վիժարուտ է ասեն էլի սկսեց, ոնց լինել հայրենասեր, ոնց ավելի շատ սիրենք հայրենիքը, որ ասենք հա արժ չկա, Թուրքի հետ էլ ենք ընկերություն անում, բայց պետը ձեռներես։ Դե մենք էլ պետը սերքերնս առնենք։ Մենք էլ որոշենք։ Ասում եմ, եթե ընդրում ես, դու իրավունքներդ էլ իմացիր, մարտավարություններդ էլ։ Ես մինակ, եթե քաղաքացի եմ ընդամենը, դա չի նշանակեր, որ բարտավոր եմ, ոչ։ Բարտավոր եմ, որ հայրենիքս վտանգի տակ է, քնամ պաշտպանեմ։ Բարտավոր եմ SSS հարցերով, SSS հարցերով նաև ես իրավունքներ ունիմ։ Դու իմ հողս ես տալիս օտարին, առանց ինձ ասելու, ինչ իրավունք ունի։ Օտարին էլ չէ, թշնամուն։ Թշնամուն, օտար է իմ համար, մեկը, թշնամի է, հարևան է։ Չգիտեմ, դեր կանքնենք, մեծ բարեր պետք է չեն, եթե շատ չեն հասկանում իմ դեր կանքնելու իմաստը, թող գնան նշտեր կարդան, որ ուղեղնի մեջ մտնե։ Հա, բայց Նժդեհի պարագայում էլ հիմա հենց են խեղաթյուրում, որ նույն Նժդեհի մասին, ասենք, Աստված մի օր ասի, բայց մի օր էլ Նժդեհի մասին, ասենք, Նժդեհի նկարը կդնես, էլի Մոնթե Մելքոնյանի պես Facebook-ը կարգելափակի։ Դուք սրանցից լսել եք Նժդեհի անուն։ Սրանցից էս ու 8 տարի է լսել եք Նժդեհի անուն։ Սրանց բանը շաքարները բարձրանում հայրենասիրությունից խոսում ես, Նժդեհից խոսում ես, Անդրանիկի անուն ես տալի, պատմական որևէ բան խոսում ես, պարոն Սիսլյան։ Էլ չեմ ասում ասալա։ Ասալա ասես 2 միկրոինսուլտ դնար դա։ Ես շատ ավելի ծանր վիրավորական գսկայի ու շատ ուժեղ կներվեի, եթե իմանայի, որ սրանք հայեր են։ Այդ հայ չեն, իմ համար հայ չեն։ Չէ լավ էլի։ Հայ չեն։ Վատ հայ են, բայց հայ են։ Ես չեմ ընդունում այսպես հայ։ Պետք է ստուգվին ուրեմն։ Միշտ ընդդիմանում եմ, բայց այնպիսի բան եք ասում, հա, մեզ համար կարմիր գիծ է ցեղասպանությունը, իսկ ցեղասպանությունը ժխտողները լեզուս չի պատտվում ուղղակի, էլի, չի պատտվում ասեմ։ Ես միշտ կողմնակիցն եմ նրան, որ ամենազազրելի հայն էլ հայ է, բայց իմ հայն է։ Ախր, Գերի թուրքերի հետ համեմատություն չեմ ընդունում։ Այդ մի խնդիրը հարցականի տակ տնելով մեր ամբողջ պատմության ընթացքին, մեր պատմաբաններին, մեր բանաստեղծներին, մեր մտավորականներին զերոյացնում է։ Վերիվ զերոյացնում է։ Մինակ Մացիսի խնդիրով Հովհաննես Շիրազը
Ողջ լար այսօր ինչ կաներ։ Ում հետ։ Սրանց հետ։ Մասիս սարը ոչ հայկական համարողների հետ։ Մերը չէ էլի վերջ։ Ասում եք, հիմա էլի որ ասեմ, պետք է ասեն սկսեց էլի ուր են մեր շիրազները։ Տղե պարոնայ գրողներ, ինչ է գրում։ Հիմա էլի կասեն կապա ուր են ուր է այդ շիրազն այսօր։ Գրողների միություն կա։ Բարով, խերով կամ ոչ բարով։ Ուր եք։ Ասում մասի սարը պետք է մոռանաք, մի ասեք արագածով սահմանափակվեք։ Խաղաղության մասին են գրում, սիրո մասին են գրում։ Երջանկության մասին են գրում։ Հա, մեռանք սաղ օրը, ասում ենք, դու ինքն չի բանանում։ Հենց որ առավոտից իրիկուն զվռնում է պերաշկի աուտում, համերգա տալի, չի թողում մոռանանք այդ բանը, սրտատոչոր կերպարը, բայց Ժորժան մենակ Նիկոլով չի էլի։ Միություն կա, բան կա, գրող կա, ասում եմ, ուր են այսօրվա շիրազները։ Ուր են։ Ում եք պետք դուք, ինչ եք գրում, ինչի մասին եք երգում։ Մենք դեգրադացիա ենք ապրում, ոնց որ ասվում է։ Կարծում եմ, այսօր մտավորական դասակարգ այդ առաջվա հզորությամբ չենք տեսնում, չէ՞ չի գա։ Նեմեսիս օպերացիայից ենք խոսում։ Շահան Նաթալի ենք ասում, Ավետիք Իսահակյան ենք հիշում։ Հələ տեսեք ինչի մեջ է ներգրավել, որտեղ վրեժ ոնց թե։ Ասեցի, որ մարդը եթե հիշում, Հրանտ Մաթևոսյանը լավ, ես այդքան բան չեմ։ Ասում մարդը անասունից տարբերվում է հիշողությամբ։ Դե սրանք ասեր են, չէ՞։ Ասում են մեզ ինչ է պետք, պատերազմ է, պետք հարևան ենք էլի ապրենք։ Կարևորը լավ ապրելն է։ Հա, բայց լավ չես ապրելու։ Հիմա մենք լավ ենք ապրում։ Հիմա սահման բանալու մասին ալ խոսենք, երբ ուզե փակելու է, իր սահմանն է։ Երբ ուզե։ Այսօր դժբախտաբար մեղրի մասին էլ խոսվում է։ Այդ է խաղաղությունը։ Ինչի հաշվին։ Այ պարոն Սիսելյան ջան, ինչ խաղաղություն, այդ խաղաղությունը Ես չեմ ավադում։ Չէ, միտը գրած է այդ խաղաղությունը։ Ախրենես չէ՞ որ Թուրքիան ասում է շատ լավ, 20 ինչքան որ Նիկոլը ճանաչում է այս Հայաստանը, արի ցավը տանեմ, всё, կնքեցիք խաղաղությունը կամ Ալիևը։ Ասում են իշտայիդ քացախ տղա ջան, էս էլ պետք է տաս, անկախության հռչակագրից է կհանես, բանակը լուծարի, ու մենք հələ կասենք դրանից հետո ինչ պետք է անես։ Ախրենս են ասում։ Հա, հետո հպարտության պետք կարդեսը դրած ման է գալիս։ Ես խորհուրդ կտամ, որ այդ հանե ինքը իրավունք չունի այդ տեսակ բան դնելու։ Ինքը մենակ բարդավորը երակույն տնե իր գրծքին։ Հələ այդ նույն կարդեսի վրա երևի մի 10 կետ կա, որ ադրբեջանցի զինվորներն են թիրխավորված։ Դա ինչ է նշանակում։ Չգիտեմ, ես այս Վարշախումբը չեմ ընդունում։ Չեմ արտասանում, բայց ինչքան վատ բարգա կարող եմ նվիրել իրենց։ Զսպեք ձեզ այն էլ այսօրով, այսօր գնալու է ապրիլ 24-ին եթեր։ Ես հարգելու եմ, ես քնալու եմ, ինչպես ամեն տարի։ Ինձ հետաքրքիր է նաև հետևյալը։ Այսօր ապրիլի 24-ին քաղաքով շրջելու ժամանակ նայեմ ես խանութները աշխատում են։ Պիտի աշխատի մենակ սննդի և հացի կետերը։ Դու ապրիլի 24-ին գնանք Բուրչամուտ մտնենք, մեռած քաղաք է։ Այդ օրը մեռած է։ Եվ որ շրջանը գնաս, որ մեծամասնություն հայերը չեն, գիտեն քանի հայ կա այստեղ խանութները փակ են։ Շուկան աշխատում է, բայց հայկական խանութները փակ են, այստեղ ոչ։ Այ հարկելու ձև է։ Մեկ անգամ քոնե կարելի է այդպես չագերտյալ ասում եմ, մեռած քաղաք լինի, զուսպ լան մարդիկ այդ օրը։ Քոնե այդ օրը նստին մտածեն։ Հենց քնալու ժամանակ ամեն տեղ բաց է։
Բանկերը աշխատելու են։ Հաջորդ օրը քաղաքացու օրսելով հրապարակում համերգ է լալու։ Ուրիշ օր չի գա։ Չգիտեմ ինչ խորովածի ֆեստիվալ հայտարարած են։ Համբերություն ձեզ, մեզ, բոլորիս, որովհետև մեծ անելիքներ ունենք։ Մեծ անելիքներ ունենք եւ պարոն Սիսիլյանի ասածը սենց բոլոր բառերի տակ ստորագրելով մեզանից է կախված։ Դու քո կեցվածքից է կախված, քեզ հարգել կտաս, թե քեզ սենց պոլի շորի տեղ կօգտագործեն։ Քո կեցվածքից է կախված, քեզ Եթե տուն չի ցանկանաս կթունեն քո ցավը, կկիսեն քո վիշտը, թե կթքեն քո վրա ու քո վշտի հետ միասին։ Մեր կեցվածքից է կախված, էլի մենք պիտի կեցվածք դրսևորենք։ Էդ էլ խոմ սրան նրանից կախված չի։ Մեզանից է կախված։ Ես եմ խանութի տերը, ես եմ շատ անելիք ունենք, էլի։ Պարոն Սիսիլյան, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Սա Live Armenia YouTube-յան ալիքներ, այսօր ապրիլ 24-ն է, բարձրաձայն լռելու օր, սիրուն հնչեց։ Ասալա գաղտնի բանակի անդամ Վազգեն Սիսիլյանն էր այսօր մեր հյուրը, շնորհակալ ենք, որ մեզ այսքան ակտիվ հետևում եք, ուշադիր եք, տարածում եք մեր վիդեոները, ակտիվ մեկնաբանում եք, բաժանորդագրվում եք մեր ալիքին, Եվ ամենակարևորը, միանում եք մեր Patreon-ին, որի շնորհիվ նպաստում եք մեր ալիքի էլ ավելի զարգացմանը։ Իրեք Patreon-ի QR կոդը խնդրեմ տեսնում եք ձեր էկրաններին, Patreon-ի մասին հղում կարող եք գտնել նաև մեր վիդեոյի նկարագրության բաժնում։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։